Բարև ձեզ։ Ժամանակակից արվեստը ժամանակի անհանգիստ միտքն է։ Կենսակերպ ձևակերպելու փորձ, աշխարհի հարցադրում եւ խնդրագրում։ Պատկերը չի արտագրում տեսածը, այլ առաջարկում է մտածելու եղանակներ։ Օր 6-րդ հաղորդաշարի այսօրվա հյուրը արվեստագետ Վահրամ Աղասյանն է։ Բարև ձեզ, պարոն Աղասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Ջոն Քեյջը, կոմպոզիտոր եւ փիլիսոփա, 3 րոպե 44 վայրկյան ոչինչ չնվագեց, ողջ ուշադրությունը ուղղելով դահլիճի աղմուկին։ Մարինա Աբրամովիչը նստեց աթոռին եւ լռության մեջ երկար նայեց յուրաքանչյուր այցելուի աչքերի մեջ։ Եթե արվեստը չունի ֆորմա, չունի կոնկրետ նյութ, այլ գործողություն է, գաղափար, փորձառություն, ապա ինչպես տարբերել, թե որն է ժամանակակից արվեստը եւ որն է պարզապես առարկա կամ լռություն կամ պահ։ Այդ հետաքրքիր օրինակներ են, հատկապես Ջոն Քեյջը, որը մի մարդ է, որը ահավոր մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի արվեստի վրա։ Դա ոնց որ ալեատորիկ երաժշտության օրինակներ է, որտեղ հնարավորությունը կամ պատահականությունը մեծ դեր է խաղում։ Օրինակ շատ հայտնի օրինակներ կան, օրինակ Շտոքհաուսենը ինքը էլի ունի այդ պատահականության ասպեկտը։ Օրինակ, որպեսզի ավելի պարզ լինի, օրինակ կարող եմ բերել մի կոմպոզիտոր Earl Brown, օրինակ ինքը ունի մի գրված երաժշտություն, որը բաղկացած է 25 էջերից, նոտաներից, եւ կատարողը կարող է կատարել ցանկացած հերթականությամբ դրանք։ Գումարած դրան նաև կարող է շուռ տալ թերթը եւ այդպես նվագել, այսինքն այդ հնարավորությունների մեծ տեղ է տալի։ Եվ դա մի արվեստի տեսակ է, որի հիմքը դա ավանգարդն է, ինքնին ավանգարդն է, որը հենց հիմք է կազմում իր հերթին մոդեռնիզմի, հա։ Եվ հետեւաբար ավանգարդիստները եւ մոդեռնիստները միշտ փնտրել են արվեստի արտահայտման նոր ձևեր։ Եվ միշտ ստեղծագործել են արվեստի սահմաններին, մեծացնելով այդ արվեստի սահմանները։ Դրանք հաճախ բերելով կյանքին շատ մոտիկ, հաճախ քաղաքականությանը շատ մոտիկ, բայց միշտ հարցադրել են ավանդական ձևերը։ Օրինակ կտավ յուղաներ, տարածությունը, երաժշտության մեջ հարմոնիան են հարցադրել, եւ դա առաջացրել է միշտ նոր ձևեր։ Հայաստանը իրական մաս է կազմել այդ բոլոր էքսպերիմենտների, սկսած մեր ֆուտուրիստներից, կոնստրուկտիվիստներից, եւ մենք ոնց որ ապրում ենք այդ էքսպերիմենտների դարաշրջանում, եկած միջավայրում ինչ որ իմաստով։ Մարինա Աբրամովիչը մի քիչ այլ շրջանի է, դա 70-ականների 80-ականների ոնց որ արտահայտությունն է եւ ինքը հատուկ է այն ինչ որ նախկինում կոչվում էր Յուգոսլավիա, այդ կոնտեքստին շատ հատուկ է եւ օրինակ Յուգոսլավիան Տիտոյի շնորհիվ ուներ հատուկ սոցիալիզմի հատուկ մոդել եւ ինքը բավական առաջադեմ էր բոլոր այդ սոցիալիստական երկրների մեջ։ Օրինակ իրանք ունեին ժամանակակից արվեստի թանգարան, կոմունիստական այդ ոնց որ փակ համակարգի մեջ ունեին ժամանակակից արվեստի թանգարան, որը մեծ դեր ուներ ամբողջ աշխարհի համար եւ նաեւ ոնց որ մեր համար։ Ոնց որ շատ նման մեր ժամանակակից արվեստի թանգարանին, ավելի շուտ արդի արվեստի թանգարանին, որը Գիծյանն էր բացել, ինքը էլի ունիկալ էր, որտեվ եթե կենտրոնում ցենզուրան եւ գրաքննությունը ուժեղ էր, ապա ոնց որ ավելի սահմանային տեղերում ավելի թույլ էր եւ դա մեծ հնարավորություններ տալի, ոնց որ ստեղծագործական նոր բաներ անելու։ Եվ հիմնական ավանգարդիստական արվեստը մինչև հիմա էլ ակտուալ է, մինչև հիմա էլ ինքը փորձում է արվեստի նոր ձևեր գտնել եւ նոր հորիզոններ, ասենք նոր հնարավորություններ տալ արվեստագետներին։
Ում է ուղված ժամանակակից արվեստը, ով է նրա հանդիսատեսը, ինչպես է գտնում, եթե հանդիսատես բառը այս համատեքստում տեղին է, երկուզայի օրինակներով խոսենք, Դյուշանից մինչև Կատալան, Աբրամովիչ եւ ոչ թե ժամանակագրական կտրվածների առումով, այլ ավելի վառ օրինակներով Բոյսին կուզեի հիշեինք։ Ես վստահ չեմ, որ արվեստագետները մտածում են հանդիսատեսի մասին կամ անում հատուկ ուղղված գործողություններ, որպեսզի հանդիսատեսի հետ կոնտակտի մեջ մտնեն։ Դա վիճելի հարց է։ Որոշ արվեստագետներ գուցե անում են, բայց օրինակ չեմ կարծում, որ մոդեռնիզմի, ասենք, ներկայացուցիչները ոնց որ ունեցել են այդ բաժանումը արվեստագետ եւ հանդիսատես։ Ինչ որ իմաստով այդ կոլեկտիվ գործողությունները, որ արել են, դա ենթադրել է նաեւ այդ դերերի հարցադրումը։ Ինչ ով արվեստագետը, օրինակ հենց Բոյսը ասում էր, որ ցանկացած մարդ կարող է լինել արվեստագետ, արվեստագետը հատուկ ինչ որ մեկը չի, այլ ցանկացած մարդ կարող է լինել արվեստագետ։ Այսինքն նաև այդ դերերը հանդիսատես, արվեստագետ, տաղանդ, այդ բոլոր դերերը անընդհատ հարցադրման տակ են եղել։ Եվ դրա համար ես կարծեմ վստահ չեմ, որ ավանգարդի կամ մոդեռնիզմի շրջանակներում կամ թեկուզ կոնցեպտուալ արվեստի շրջանակներում այդ հստակ բաժանումը հանդիսատես եւ արվեստագետ ներկա է։ Օրինակ ֆուտբոլի մեջ, ֆուտբոլի ֆաները, իրանք մասն են կազմում արդյոք, իրանք այդ ներկայացությամբ, իրանք ամբողջությամբ այսքան մաս են կազմում։ Նույնն էլ է, հանդիսատեսը ինքը пассив դիտողը չի, ինքը մասն է կազմում այդ ստեղծագործության։ Շատ նույն ձևով ոնց որ ֆուտբոլի մեջ։ Իսկ ենթադրում է որոշակի պատրաստվածություն դրա մասը կազմելու համար։ Հաճախ այո, հաճախ ոչ։ Հաճախ ուղղակի տեսնելը, ուղղակի մաս լինելը բավական է։ Այսինքն ներկա գտնվել եւ հուզական ինչ որ ազդեցություններ ունենալ։ Դա արդեն բավական է։ Հաճախ նաեւ որպեսզի միջև վերջ հասկանանք ինչի մասին է գնում խոսքը, հաճախ պետքա որոշակի պատրաստվածություն, որը շատ դժվար բան չի, մի քանի ամսվա, մի քանի տարվա ընթացքում հնարավոր է հասկանալ ոնց որ արվեստի տրամաբանությունը կամ այդ հաճախ իրան լեզու են ասում, որ դա արվեստը հատուկ լեզու է։ Այդ լեզուի ոնց որ տրամաբանությունը եւ ատրիբուտները, ասենք, տարբեր իր ստեղծված մասերը ոնց որ դա բարդ բան չի։ Իմիջիայլոց շատ հաճախ ժամանակակից արվեստը ընկալվում է որպես մի խրթին մի բան, որը անհասկանալի է։ Բայց իմ փորձառությամբ, երբ որ ես խոսում եմ կոնկրետ մարդկանց հետ, որոնք մոտեցել են ինձ, ասել են չենք հասկանում ինչ է սա, ասում եմ ինչը չեք հասկանում, տեսեք սա սենց արված, արվեստագետը սա սենց արի։ Ասում եմ, հա, դա հասկանում ենք, մենք չենք հասկանում ինչի է դա կոչվում արվեստ։ Այսինքն ուրիշ տեղ է խնդիրը, որ չի ընկալվում ժամանակակից արվեստի, այն է խնդիրը, որ ինքը չի տեղավորվում մեր պատկերացրած արվեստի շրջանակներում։ Գուցե ժամանակակից արվեստն ավելի անմեղ բան է եւ շատ հաճախ նրա մեջ ավելի այլ իմաստներ են փորձում գտնել, քան արժե եւ պետք է ուղիղ առնչվել միգուցե անմեղության ընդունման խնդիր կա, որ անմեղ մի բան է պարզապես։ Հակառակը ինքը չի ընկալվում որպես անմեղ մի բան, հակառակը ինքը հաճախ ալասեռություն է ընկալվում, հաճախ ինքը ընկալվում է ուղիղ քաղաքական, որը վտանգավոր է, մարդիկ սովորաբար քաղաքականությունից փորձում են զերծ մնալ կամ մի խոսքով ուզում եմ ասեմ ինքը շատ պրոբլեմատիկ հարցերին է անդրադառնում եւ ամենակարևորը ինքը ըմբոստության նաեւ ձևը, որը իրան սարքում է ոչ, բայց շատ ուղիղ է եւ ենթատեքստեր չկան, այսինքն այդ ուղիղությունը շիտակությունն է ճյուրիմացության մեջ գցում գուցե։ Չգիտեմ, չէ, ինքը հաճախ դա մի բան է, որ մարդիկ կան, որոնք ձգվում են դեպի այդ նոր էքսպերիմենտները։ Հաճախ մարդիկ կան, որոնք ավելի դա վանում է իրանց։ Դա է ոնց որ մեր ամբողջ չափանիշները դրա հետ է կապված։ Ինչն է մեր վրա ազդում եւ ինչի վրա մենք կարողանում ազդել, որպես մարդիկ, որպես արվեստագետներ։ Օրինակ, դա է որոշում մեր բոլոր գործողությունները իրականում։ Եվ շատ տարբեր մարդիկ կապված կրթությունից, պայմաններից,
մեծանալու, ասենք, ձևավորվելու, ինքնությունը հաստատվելու այդ պայմաններից սկսած շատ տարբեր տեղերից կարող ենք ստանալ ազդակներ եւ վանվել որոշակի տիեզերքներից, այսպես ասած։ Ինչ հետաքրքիր օրինակներ կհիշեք ժամանակակից արվեստից, ինչ հետաքրքիր ակտեր, որ նշանային են եղել։ Դե Մարինա Աբրամովիչի այդ գործը ինքը բավական նշանային է, բայց Մարինա Աբրամովիչին ես որպես արվեստագետ շատ չեմ հավանում, ես կարծում եմ ինքը մեդիա ֆիգուրա։ Կան տենց մարդիկ, որոնք մեդիային հանդեպ ֆոտոգենիկ են, ոնց որ օրինակ Ժիժեկը, փիլիսոփա, ինքը էլի ամբողջությամբ մեդիայի հետ աշխատող մարդ է։ Կարծեմ ժամանակակից արվեստի մեր պայմաններում մենք չունենք տենց ոնց որ մարդիկ նախադրյալները եղել են բայց տենց ոնց որ միանգամից հասարակության աչքի առաջ է լինում հաճախ սկանդալային հաճախ ուղղակի որպես չափանիշ, հա, այդ տենց մենք մարդ չունենք։ Օրինակ Մինաս Ավետիսյանը գուցե եղել է եւ հասարակության ուշադրության մեջ եւ տենց որպես մեդիա ֆիգուր ոնց որ ներկա եղել է, բայց ժամանակակից արվեստի մեջ ոնց որ չունենք։ Իսկ համաշխարհային դեմքերից օրինակ ինձ համար շատ հետաքրքիր կերպար է Բոյսը, այդ պատմությունը իր հետ կապված ռազմական օդաչու էր եւ վթարի է ենթարկվել եւ ինքը պնդում է, որ իրեն գտել են տեղի ապրողներ, ցեղեր, եթե չեմ սխալվում, եւ զգացել է կաթի եւ ճարպի հոտը եւ այլն, մինչդեռ նրանք ովքեր փրկել են, ասում են, որ մենք նրան գտել ենք ջարդված ինքնաթիռի միջից, Բոյսն ասում է, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչ է կատարվել իր հետ եւ իր գործերն են հետաքրքիր եւ իր գործերին ես նայում եմ հաճախ իր հետ պատահածի իր կեսագրության առանցքից ձեզ համար օրինակով է այդպես նշանային հետաքրքիր դեմք, որի արվեստն է նաեւ նշանային եղել, կարեւոր եղել, առանցքային։ Բոյսի դեպքում ինքը գործ ունի ոնց որ անձնական միֆականացման հետ։ Դա մի արվեստագետ է, որը ինքը անընդհատ կերտել է իր շուրջ միֆականություն որոշակի որպես արվեստի արտահայտման ձև։ Այո։ Ու նաև ինքը հաճախ ոնց որ եվրոպական pop art-ի ոնց որ ներկայացուցիչն է անում։ Ինքը շատ հետաքրքիր արվեստագետ է։ Այո։ Ինքը որոշակի հումոր ունի, որը այդ հումորն էլ պետք է հասկանալ, եթե այդ հումորը, որը հաճախ սենց ծիծաղալու հումոր չի, ինքը ավելի սենց մտածելու բանի տեղ է տալի, էլի։ Բայց այդ հումորի պահը պետք է հասկանալ, օրինակ իր մի պերֆորմանսի մեջ ինքը շտապօգնությամբ է գալի, այսինքն արվեստի այդ շտապ տեղում լինելու այդ պերֆորմանսը ու արվեստագետ որպես մեսիոներ շտապօգնությունով է գալի, որպես այդ հարցը լուծի։ Օրինակ դա հումորի այդ պահն է, որ եթե այդ հումորը չունենանք, չտեսնենք, իր շատ բաներ կորում է։ Նաև իր քաղաքական դիրքորոշումը էլի շատ կարևոր է, որտեղ ինքը օրինակ իր ամենահայտնի պերֆորմանսն էր, որ ինքը կանաչների դեմոնստրացիայից հետո իր աշակերտների հետ հավաքում էր։ Այսինքն կանաչները, որոնք հիմնականում կողմնակից են միջավայրները մաքուր պահելու եւ այլն, այդ դեմոնստրացիայից հետո ինքը որպես սարկազմ, որպես քննադատություն նաեւ հավաքում էր այդ տարածքը, որը այդ կանաչներից հետո մնացել էր կեղտոտ իրականում։ Այդ իր քաղաքական ուղիղ գործողությունները շատ էլի կարևոր են։ Ինքը ոնց որ եւ ինքը եւ ամբողջ այդ ֆլուքսուսի շարժումը հետաքրքիր է, որ արվեստը եւ բերում է մարդկային արտահայտումների ազատություններին եւ նաեւ սոցիալական որոշակի ազդեցություն ունենում շատ լայն ոնց որ շրջանակներում։ Օրինակ Կատալանի վերջին պերֆորմանսին ինչպես եք վերաբերում։ Հա, դա փակցրեց եւ վաճառվեց շատ բարձր գներով։ Դա էլ սկանդալային չի հասկացվում։ Այդ կոնտեքստը լավ չեն հասկանում։ Ձեր մեկնաբանությունը հետաքրքիր է։ Դե ես որտեւ իր գործերը լավ գիտեմ։ Օրինակ ինքը շատ նմանատիպ մի հատ արվեստի գործ ունի, որտեղ էլի տենց սկոչով, ոնց որ ինքն է այդ կպչող թղթով իր կուրատորին կպցրել էր պատին ու այդ դրա շարունակությունն է էլի քաղաքականության եւ արվեստի հատկապես քաղաքականության հարցադրման տարբեր ձևերն է ինչը ապրանքը ինչը որտեղ ապրանքը համեմատ արվեստի ստեղծագործության հետ եւ արվեստի ստեղծագործությունը դառնում ապրանք այս բոլոր հարցերին պատասխանելու համար արվեստագետը անում է տարբեր
տարբեր գործողություններ, տարբեր ժեստեր, տարբեր ստեղծագործություններ։ Եվ դրանցից հաճախ, քանի որ կոնտեքստը փոխվում է, իրանք դառնում են մեդիա սենսացիաներ։ Դա շատ հետաքրքիր պահ է։ Մարին Աբրամովիչն էլ ինքը էլի հայտնվել է մի տեղ, մի դիրքում, նաև իրան ներկայացնելու ցայլը կախված դա, ոնց որ իրան ծանր պահելու այդ կամ դիվարինելու այդ բոլոր ասպեկտները, իրան էլի դարձում են մեդիա ֆիգուր։ Իր մասին շատ ֆիլմեր ա նկարվել, ինքը դարձել է այդ պոպ մշակույթի մաս, օրինակ Dr. House այդ սերիալը որ կա հայտնի, այնտեղ օրինակ մի ամբողջ էպիզոդ նվիրված է ոնց որ իր արվեստին, այսինքն իր այդ կոնտեքստից դուրս լինելը կամ մեդիա ֆիգուր դառնալը սկսում է ազդեցություն ունենալ տարբեր կյանքի տարբեր ասպեկտների վրա, բայց ոչ միշտ դրական է, էլի դա դառնում։ Հետաքրքիր է իմանալ ժամանակակից արվեստը ինչպես է վերաբերում էսթետիկային, առհասարակ էսթետիկայի գուցե գեղեցկության խնդրագրումը ժամանակակից արվեստում ինչպիսին է։ Ինձ թվում է ավելի շատ իհարկե ժամանակակից արվեստ ասածը շատ լայն բան է։ Եթե մենք խոսենք մոդեռնիզմի մասին, որ կարծում եմ մոդեռնիզմը հետաքրքիր թեմա է, էլի խոսալու նաև, որտեվ դրա պակասը մենք ունենք ոնց որ նաև այդ ռադիկալ արվեստի ձևերի պակասը կարծեմ մենք ունենք հատկապես երբ որ մենք խոսում ենք ասենք երիտասարդներին արվեստով հետաքրքրելու այդ ձևերի մասին ինձ թվում է ռադիկալ արվեստի եւ ոնց որ ավանգարդը իրանք հետաքրքիր են այդտեղ խոսքը սակայն գնում է ոչ այնքան էսթետիկայի մասին այլ ավելի շատ էթիկայի մասին Այսինքն իրականում քաղաքականն է ինքը էլի, որտեղ ոչ թե արվեստի ձևերին է անդրադառնում, այլ այն բոլոր հասկացություններին, այն բոլոր կոնցեպտներին, որից կախված է մեր հասարակության լինելը։ Եվ այդ արվեստն է, որ կարող է փոփոխություն իրականում բերել։ Եվ այդ փոփոխությունը կարող է շատ հաճախ, շատ դանդաղ է լինում, չնկատված է լինում, բայց մեկը ինքը փոփոխություն է բերում, որտեղ ինքը ազդում է մի կողմից օրինակ շատ տարբեր ստեղծագործողների վրա, որոնք պրոդուկցիան ստեղծում, չգիտեմ, եւ այդ պրոդուկցիան ոնց որ ազդում է մեր կյանքի վրա։ Եվ նաեւ ստեղծագործություններ, օրինակ Ջոն Քեյջը շատ լավ օրինակ է, որ ինքը ազդել է ոչ միայն իր դիսցիպլինի մեջ, այսինքն ոչ թե ինքը մեծ ազդեցություն է ունեցել երաժշտության վրա։ Այդ բոլոր անունները, որ ասացի, Տերի Ռայլի, Ստոքհաուսեն, իրանց վրա ինքը մեծ ազդեցություն է ունեցել, բայց ինքը նաև մեծ ազդեցություն է ունեցել եւ գրականության մեջ եւ կերպարվեստի մեջ, քանդակագործության մեջ, դա ունիկալ, ասենք, դեպք է, որ այդ ազդեցությունը կարող է տարածվել դիսցիպլինից ոնց որ դուրս եւ ի վերջո դա փոխում է մեր կյանքը ոնց որ Արվեստի դերը նշանակությունը դա է ոնց որ 2007 թվականին դուք հետաքրքիր նախագիծ եք արել Գյումրու Մուշ թաղամասի մասին այն ժամանակ կիսակառույց եւ շենքերի կիսակառույց շենքերի լուսանկարներն ուղեկցվում էին տեքստով որտեղ դուք ասում եք որ երբ նայում ես այս կիսակառույց շենքերին, պատկերացնում ես ինչ կյանք կարող էր լինել այնտեղ, այդ ուտոպիան է գալիս, բայց չկա, որովհետև չի կառուցվել, եւ որ այնտեղ ապրում է հայկական մոդեռնիզմի ուրվականը, եւ այդ ուրվականը միշտ լինելու է, քանի որ հայկական մոդեռնիզմը չկառուցվեց։ Մտածել եք կրկնելու այդ փորձառությունը Հիմա, երբ թաղամասը բնակեցված է եւ երբ հիմա այնտեղ մարդիկ են ապրում, որտեղ է թափառում հայկական մոդեռնիզմի ուրվականը։ Դա շատ վաղուց գրված տեքստ էր իրականում, բայց նաեւ այդ իմ հետաքրքրությունների ոլորտի մեջ էր եւ նաեւ մի հետաքրքրություն էր թե ինչա խորհրդային միությունը, ինչա տենց մեծ ճարտարապետական նախագծերը, որտեղ են դրանք ձախողվում, որտեղ են հաջողում, այդ բոլորը իմ հետաքրքրությունների մեջ է, նաև քաղաքաշինության եւ ոնց որ հանրային տարածությունները, էլի ինձ շատ հետաքրքիր թեմաներ էր, հատկապես այդ ժամանակ։ Պետք է ասել, որ ես այդ ժամանակ մտածում եմ, որ նաև Հաբերմասի գաղափարի հիմնվելով, որ մոդեռնիզմը միշտ կիսատ պրոյեկտ է, ինքը անդադ շարունակվելու ոնց որ
նախադրումներ ունի։ Բայց օրինակ կոնկրետ մուշի դեպքում դե մենք ունենք մուշ 1 եւ մուշ 2 թաղամաս։ Մուշ 1-ը ինքը մեկ է, էլի նույն ձևի է մնացել։ Այնտեղ մի ընտանիք է կարծեմ մենք ապրում։ Բայց մուշ 2-ը ոնց որ կարողացան վերականգնել։ Բայց ինձ մեկը հետաքրքիր է, երբ որ ճարտարապետությունը ձախողվում է, այդ ինձ ավելի հետաքրքիր է, ոնց է։ Այդ գործը իրականում իմ ամենա տենց վերատպված ինձ շատերը դրանով են ոնց որ ճանաչում։ Ոնց որ օրինակ Ռոբերտ Սմիթսոնը ունի այդ սպիրալը, որը միշտ տպվում է։ Ինքը շատ ուրիշ հետաքրքիր գործեր ունի, ոնց որ ես։ Բայց ոնց որ այդ գործը բայց ցավոք ձեր գործերը հանրահռչակման խնդիր ունեն, իսկապես դժվար է դրանց գտնել։ Արժեր որպեսզի ավելի հանրահռչակվեին։ Համաձայն եմ, ընդհանրապես ժամանակակից արվեստը շատ հասանելի չի այն իմաստով, որ թանգարաններում դա ներկա չի, դա Նաև մեդիայի հետ դուք չեք աշխատում, այդ ժամանակակից արվեստագետների շատ հատուկ է, անպայման երրորդ կողմը մեդիան է, ձեր դեպքում դա խիստ բացակա է, ցավոք։ Դե ժամանակակից արվեստը ոնց որ ինստիտուցիոնալ ինչ որ հիմքերի կարիք ուներ, ես այդպես էի կարծում, բայց հիմա այդ ինստիտուցիաները կայացած են, բայց էլի ժամանակակից արվեստագետները ոնց որ իրանք մի կողմ են թողնված իմ կարծիքով։ Դա ոնց որ հասարակության կարևորությունների առաջնահերթությունների ոնց որ ինձ թվում է նշանը։ Դա ոնց որ արվեստագետների վրա թողնելու չի։ Մենք պարտավոր չենք մեդիայի հետ ոնց որ անդադ աշխատել, ոնց որ մենք հազիվ մեր գործն ենք հասցնում։ Եվ բայց հասարակությունը ոնց որ այդ չափորոշիչները, տեսլականները պետք է ինքը ձևավորի իր համար որն է կարևոր։ Հատկապես ժամանակակից արվեստի դեպքում, ժամանակակից արվեստը շատ երկար ժամանակ օրինակ նախ պետական հովանավորություն չէր ունենում, որտեղ իրենք կարծում էին, որ ժամանակակից արվեստը ոնց որ քննադատում է պետությունը։ Հաճախ կարող է եւ տենց է։ Բայց այդ քննադատությունը միշտ ուղղված է ոնց որ հասարակությունը ավելի փոփոխելու, ավելի լավը դարձնելու ոնց որ։ Օրինակ ես որպես արվեստագետ երբ որ լսում եմ քննադատություն իմ արվեստի, ինձ դա ավելի հետաքրքիր է, քան լսել գովասանք, որովհետև դա այդ քննադատությունը ինձ հնարավորություն կտա այլ կերպ մտածելու, այլ կերպ նայելու, ինչ որ բաներ վերաիմաստավորել, իմ պրակտիկաները, գործառույթները ավելի հետաքրքիր դարձնել, ավելի էֆեկտիվ դարձնել ոնց որ։ Իսկ որպես հասարակություն մենք ինչի դա չենք անում, ինչի ենք մենք սովորաբար սիրում լսել անդադ գովասանք ու մեզ գովում նաև այդ քննադատության այդտեղ է ժամանակակից արվեստի ոնց որ դերը, որովհետեւ ժամանակակից արվեստը գոյատևի, զարգանա, ոնց որ պետք է այդ հասարակությունը, որը ի վիճակի է լսել քննադատություն, իր արած որոշ բաների նկատմամբ, որը հաճախ սխալ է, հաճախ դա քննադատության արժանի է։ Շատ տարբեր անկյուններից նայելով եւ ֆինանսական, այսինքն աղքատության, հարստության, այդ բոլոր արդարության ձևերի, չգիտեմ, գենդերային, դերային բոլոր այդ քննադատությունները պետք է լսել, հասկանալ։ Այդ դա կարող է բերել ոնց որ փոփոխության։ Եթե մենք լուր մնանք, ոնց որ խուլ մնանք այդ բոլոր քննադատության, ինչ ոչ բան չի փոխվի իրականում։ Նոր ժամանակներում մարդու գործունեությունը շատ անհատականացվել է եւ շատ դժվար են մարդիկ այսօր համախմբվում, կոլեկտիվ գործեր քիչ են արվում։ Ժամանակակից արվեստն այդպիսի առաքելություն կամ խնդիր ունի իր արժեվ դնելու, որպեսզի շատանան կոլեկտիվ գործունեությունը կամ ինքն իր շուրջը համախմբի մարդկանց։ Այո, դա շատ հետաքրքիր հարց է, ինձ թվում է։ Այո, դա ոնց որ կարծեմ արվեստ մի նշանակություն արվեստի մի նշանակության ձևը մարդկանց միավորելու մեջ է ինձ թվում է եւ մարդիկ այո հիմա շատ անհատականացված են մենակ են նույնիսկ այո այդ այն համակարգի պատճառով, որի մեջ մենք ապրում ենք։ Օրինակ, մենք մի այն բոլոր պետությունները, որոնք այդ խորհրդային անցյալ ունեն, իրանք այդ կոլեկտիվի զգացումը ավելի շատ ունեն։ Օրինակ, հիմա Կենտրոնական Ասիայում մարդկանց հետ խոսալը, շփվելը, մաս կազմելը ընդհանրության շատ ավելի հեշտ է։ Ինչքան ավելի կապիտալիզմին մոտենում ենք, այդքան ավելի ինդիվիդուալիզմը եւ մենակությունը
արկա է։ Դա իհարկե ինչ-որ մի ձև է համակարգը, այդտեղ որ համակարգը, որը հիմնված է իրականում մարդուն հաջողության բերելու, հաջողության տանելու, ոնց որ դրան է միտված, բոլոր իր ինդիվիդուալ բաները, պահանջները ոնց որ բավարարելու, բայց չգիտեմ, ինձ համար այդ օտար համակարգ է եւ կարծեմ ես էլ այդ համակարգի համար ոնց որ օտար եմ ընկալվում ինձ թվում է։ Ինձ հետաքրքիր է այո, բոլոր այն տեղերը, որտեղ մարդիկ կարող են միասին գալ, ոնց որ եւ միասին գործողություններ անել։ Դա նաեւ փոխօգնության, դա նաեւ սոլիդարության, բոլոր այդ ձևերն է, որ առանց կոլեկտիվի դա հնարավոր չի։ Եվ կարծեմ արվեստի կարևոր ձևերից մեկն էլ, բացի էմոցիաներ առաջացնելը մարդու մոտ, որ կարևոր ասպեկտ է, որ երբ որ մենք նայում ենք արվեստի գործեր, մենք որոշակի ազդեցություններ ունենանք, որոշակի բաների մասին մտածենք, բայց նաև էմոցիոնալ ինչ-որ լիցք ստանանք։ Բացի դրանից, դա նաև պետք է մեզ մղի որոշակի գործողություններ անել, որոնք կոլեկտիվ են։ Ալնի դա ընկերական, ընտանեկան մեկ է, բայց այդ կոլեկտիվ գործողությունները կարծեմ կարևոր են։ Իսկ այն համակարգի մեջ, որտեղ մենք ապրում ենք, դա ոնց որ չի շատ խրախուսվում, ավելի շատ խրախուսվում է ոնց որ մրցակցությունը եւ այլ խոսքով ավարտարար բաներ։ Շնորհակալ եմ, պարոն Աղասյան, հետաքրքիր զրույցի համար։ Ինձ էլ շատ հետաքրքիր է։ Իրականությունը երբեք վերջնական չէ։ Այն մշտապես փոփոխվող գործընթաց է։ Եվ ժամանակակից արվեստը առաջարկում է ոչ թե լուծումներ, այլ հնարավորություններ գտնել այս հարաբերփոխ աշխարհում։ Շնորհակալություն, կհանդիպենք։